Քաղաքացիների շրջանում ավելացել են դժգոհությունները խմելու ջրի որակից։ Բազմաթիվ բնակիչներ ահազանգում են, որ ծորակից հոսող ջուրն ունի տհաճ հոտ, անսովոր գույն կամ պղտորություն։ Թեև մարդիկ կանոնավոր վճարում են ջրամատակարարման համար, սակայն այն անվտանգ չհամարելով ստիպված լրացուցիչ ծախսեր են անում և շշալցված ջուր գնում։ Միևնույն ժամանակ Veolia ջուրընկերության պարզաբանման համաձայն մատակարարվող ջրի որակը խիստ վերահսկվում է և իրենց իրականացրած լաբորատոր հետազոտությունները որևէ շեղում չեն արձանագրել։ Իրավական կրթություն և վերահսկողություն ՀԿ հիմնադիր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական հարթակներում տևական ժամանակ է ինչ անդրադառնում է ջրամատակարարմանն առնչվող խնդիրներին, հասցեագրում քաղաքացիների բողոքները և պարզաբանումներ պահանջում պատասխանատու կառույցներից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր փուլերում, տարվա տարբեր ժամանակահատվածներում ջրի որակը ավելի վատթարանում է և դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով, այնտեղ կան ենթակառուցվածքների խնդիր։ Թեև Veolia ջուրընկերությունն իր պարզաբանման մեջ հերքում է ջրի կոշտության վերաբերյալ ահազանգերը, հատկապես ցածրադիր թաղամասերում և բնակավայրերում, սակայն Հովհաննիսյանը պնդում է, որ Երևանում և հարակից շրջաններում խմելու ջրի որակը խիստ անհամաչափ է։ Այսինքն առողջապահության նախարարությունը հաստատած ցուցանիշներ ունի, որոնց պիտի ջրի որակը համապատասխանի, դրանցից դուրս է արդեն, այսինքն թույլատրելի առավելագույնը 7-ն է, շատ տարածքներում 10 է։ Հիմա շարունակվում են ուսումնասիրությունները, ըստ էության կարելի ասել ավարտի փուլում ենք գտնվում և որոշ հասցեներում արդեն հայտարարեցի, որտեղ են, որ դրանք չեն համապատասխանում և մյուսներն էլ հիմա կամփոփեմ, կասեմ և դրանից հետո դատական հայց պետք է ներկայացնենք։ Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը անդրադառնալով խմելու ջրի որակի խնդրին, որպես օրինակ մատնանշում է Արցախի պողոտայի ջրամատակարարումը, հավաստելով, որ տարածքի բնակիչները խմելու ջուրը ստիպված գնում են խանութներից, քանի որ ծորակի ջուրը պիտանի չէ խմելու համար։ Ամենատարբեր փորձարկումներով մարդիկ լսում են, որ անվտանգության խնդիր ջուրը չունի։ Տեղել են դեպքեր, որ կոշտության, այսինքն անհամապատասխանության դեպքեր արձանագրվել են, բայց անվտանգության փաստացի պատասխանների հետ կապված հենք չկա։ Իսկ ռեալ իրականության մեջ քաղաքացին տեսնում է, որ բացում է ծորակը, գալիս է դեղնավուն ջուր։ Բացում է ծորակը, գալիս է գոլ, անհայտ համի և անհայտ հոտի ջուր։ Սակայն մինչ քաղաքացիներն ահազանգում են և հավատում այսպես ասած միմիայն սեփական աչքի տեսածին, Veolia ջուր ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մատակարարվող խմելու ջուրը շարունակական վերահսկողության տակ է և լիովին համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։ Միաժամանակ ընկերությունը շեշտում է, որ ջրի գույնով, հոտով կամ համով որևէ եզրակացություն անել հնարավոր չէ, առավել ևս պնդել, որ ջուրն անվտանգ չէ։ Իրենց պատասխանը միշտ նույնն է։ Հասկանում եք, իրենք ոչ մի ինչ-որ դուք ինչ չեք կարող ժամանակագրական առումով բերել Veolia ջրի որևէ պարզաբանում, որը բովանդակային առումով մի ֆանտաստիկ տարբերություն կարձանագրի։ Բացարձակապես մենք միշտ ասում են, մենք կատարում ենք մեր պարտականությունները, մենք տալիս ենք մի փայլուն ջուր։ Վերջակետ։ Որ անգլերեն ասած full stop։ Էլ դրանից հետո էլ ոչ ոք չկա։ Հիմա նույնը ասել եմ Բյուրեղավանի մասով, ես դրա ինչ մեկնաբանեմ։ Այսինքն եւ պետական մարմիններից, այսինքն հիվանդությունների վերահսկման, եւ կանխարգելման ազգային կենտրոնը իր հերթին ասում է, որ այո, գտել ենք կոլիֆորմ մանրեներ։ Մեր փորձաքննությունները, որոնք վերցրել էինք բնակիչների հազանգերի վրա, տարբեր օրերի վերցրած ջրերից, մոտավորապես մի 5 օրվա կտրվածքով, էնտերակոկ կոլիֆորմ մանրեներ ամեն ինչ, այսինքն բոլոր այդ վարակ բերող մանրեները կան։ Հիմա արդեն այս վերջին շրջանում, երբ որ նորից մի հատ ստուգեցինք, արդեն նորմալ էր ջուրը։ Այո, արդեն նորմալ։ Ինչպես է ստացվում, որ լաբորատոր պատկերը այլ է։ Դա շատ պարզ բացատրություն ունի, եւ նախորդ դեպքը որ եղել էր, բնականաբար դեղին ջուրը չի գնում փորձարկման։ Այսինքն հասկանում եք, խնդիրը խողովակաշարեր, մաշվածություն եւ այլն եւ այլն։ Ամենավատ ջուրն էլ եթե թողենք մի քանի րոպե հոսի, 10-15 րոպե, 10-15 րոպե հոսի, արդեն պատկերը ոչ կոշտության հետ իհարկե, բայց մնացած առումներով հանգիստ փոփոխության կենթարկվի։
Արդյոք պետական կառույցները գործել են ելնելով քաղաքացիների շահերի պաշտպանությունից։ Պիպոյանը միանշանակ պատասխանում է. ոչ։ Տեսչական մարմինները, մարմինը մասնավորապես առողջապահական եւ աշխատանքի։ Տեսել ենք ինչպես է արձագանքում քաղաքացիների ահազանգերին, գործադիրի ղեկավարի մակարդակով վիոլայի հետ կապված ամեն քննարկումից հետո ոչ թե խոսվում է վիոլայի թերությունների մասին, այլ խոսվում է, որ մենք պետք է վիոլայի հնարավորություններից լավ օգտվենք, վատ ենք օգտվում։ Իհարկե վիոլայի հետ կա ներքին պայմանավորվածություններ, իշխանություններն ունեն ներքին պայմանավորվածություններ, այս ամենը չի գալիս դրանից։ Իրազեգև պաշտպանված սպառողը կնախագահը վստահ է, եթե հանկարծ պետք լինի հիմնավորել, թե որքան վատ է աշխատում վիոլյա ջուրը, դա կանեն ընդամենը 1 ժամում, մոռանալով, որ ընդամենը 2 ժամ առաջ հիմնավորում էին, թե ինչ փայլուն աշխատանք է նա կատարում։ Արդարադատության նախկին նախարարն էլ ներկայացնում է մեդալի 2 կողմը, հավելելով, որ խմելու ջրին չի կարելի արտեզյան ջուր խառնել, թեևս նրա ընկերությունն ունի դրա թույլտվությունն ու լիցենզիան։ Մի կողմից արտեզյան ջուր են խառնում ու տենց շատ բաց հրապարակային չեն ասում, որ պոմպակայանից խառնում են ու որոշ տարածքների ջրի սակավությունը լրացնում են դրանով։ Մյուս կողմից արտեզյան ջուրը մեխանիկական ճանապարհով ստանալը բավականին թանկ process է։ Մյուս կողմից չեն անում այնքան, որ գոնե լողանալու կամ, չգիտեմ, ափսեները լվանալու կամ ինչ-որ կենցաղային այլ կարիքներ հոգալու համար մարդկանց բավարար քանակությամբ ջուր տան։ Հանուն արդարության Հովհաննիսյանը նշում է նաև, որ բոլոր խնդիրները չէ, որ վիոլյա ջրի մեղքով են, կան խնդիրներ, որոնք տասնամյակների պատմություն ունեն։ Շատ շենքերում խնդրահարույց են հենց ներքին խողովակները եւ դրանց մասին պետք է բաց խոսել։ Ժամանակահատվածը, որի համար վիոլյա ջրին տվել էր վարձակալությամբ պետությունը, իրենք պետք է օգտագործեին պետության հետ միաժամանակ, որպեսզի կատարեին համապատասխան աշխատանքները եւ լուծեին այդ խնդիրները։ Հիմա ոչ կա կոմունիկացիա, ոչ կա բացատրած թե ինչ են արել, ոչ պետությունը խոսում է թե ինքը ինչքան ուրեմն ներդրումներ է արել։ Վիոլյա ջուրը իրենց հերթին նրանց մեղադրում է, որ այնքան ներդրում չեք արել, որ ես ձեր հետ միասին այդ հարցերը լուծեմ, ու այսպես գիտեք, այնպես տպավորություն է, որ բոլորը իրար հասկանում են, բացի Հայաստանի քաղաքացուց։ Այսինքն իրենք իրար հետ լեզու են գտել, ամեն մեկը գիտի ինքը ինչ չի արել, ինչի համար է լռում, հա։ Վիոլյա ջուրն անդադար հակադարձում է իր հասցեին հնչող քննադատություններին, հավաստիացնելով, որ խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա։ Իր վերջին պարզաբանման մեջ, որն ուղղված է Հովհաննիսյանի բազմաթիվ փաստարկներին, ընկերությունը պնդում է, որ առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել։ Մենք ունենք հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոն։ Դրանց մասնակիցները իրականացնեին մոնիտորինգ, ճիշտ ժամի, ճիշտ վայրերից, իրականացնեին ջրի ճիշտ նմուշարում ու կանեին կընթարկեին ջուրը լաբորատոր փորձարկման եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ ճիշտ վայրում, ճիշտ ժամին հարած նմուշարման պայմաններում մենք ունենայինք ամենևին այլ պատկեր, ինչ ունենք այսօր։ Խոսելով ջրի սակավության եւ կորուստների խնդրից Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մեծ կասկածներ ունի, թե վիոլյա ջուր ընկերությունն ազնիվ է։ Նրա խոսքով իրենք խնդիրը հասցեագրում են այնպես, իբր մենք ունենք ջրի սակավության խնդիր։ Համենայն դեպս ջրի կորուստները ահռելի են, նախ սկսենք այդտեղից, եւ այդ ջրի կորուստների պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Կան օբյեկտիվ պատճառներ եւ կան սուբյեկտիվ։ Մարդիկ ահազանգում են ավտոլվացման կետերը, տարբեր մարդկանց, ոչ պատահական մարդկանց լողավազանները, այգիները, չգիտեմ, հեկտարներով այս մյուսը, հանկարծ նրանք միշտ ջուր ունեն, ու հենց այդ նույն անմիջապես հասցեներում գտնվող մարդիկ իրենց տանը ջուր չունեն։ Վիոլյա ջրի այսօրվա պահվածքի պատճառն բանախոսների այն է, որ պետությունն ինքն է, այսպես ասած, նրանց բերանը լեզու դրել։ Այդ մեկնաբանությունները նրա համար են, ես ինչու եմ խթանում մարդկանց գրել մեկնաբանությունները, ես ոչ չեմ կարող բոլորի խնդիրները միաժամանակ լսել ու հասցեագրել, ֆիզիկապես էլ դա հնարավոր չի, դա նրա համար է, որ պատկան մարմինները նստեն կարդան, դա նրա մասին չի, որ այդ մարդիկ ինձ են գրում, դա նրա մասին է, որ իրենք հասկանան ինչ խնդիր կա։ Պապկեն Պիպոյանն իր հերթին վստահեցնում է, որ անլուծելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է, որ պետությունն ինքը քաղաքական կամք դրսևորի։ Վիոլան ունի քաղաքական ծանր հովանավորություն եւ ցավոք սրտի քաղաքական գործիչները մեր զբաղված են լուրջ գործերով եւ մանր-մունր
թունավորումներ, մարդկանց առողջություն եւ այլն նրանց օրակարգի հարց չէ։ Իսկ եթե մի բան է իշխանությունը կարողանում չանել եւ մարսել, ինչն է խանգարում։ Հավելենք, որ 2031 թվականին լրանում է Վիոլիա ջրի պայմանագրի ժամկետը եւ առաջիկա 5 տարիներին պետությունն ու ընկերությունը ամենայն հավանականությամբ կաշվից դուրս կգան այն երկարաձգելու համար, պատրվակ բերելով ավելի լավ օպերատորի բացակայությունը։ Բայց քանի դեռ իշխանությունը կառավարման այլընտրանք չի փնտրում, իսկ ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնում, այս ամենի միակ տուժողը մնում է Հայաստանի քաղաքացին։